Ես առիթ ունեցել եմ ասելու, որ գործերով պարզվել է եւ այլևս Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատունը այլևս առանձնատուն էլ ասում եմ, դե գիտեք էլի իրանց այդ բաները տենց մի ասենք 700 մետր 825-ի վրա ասենք խոհանոց, ենթադրենք մի կիլոմետրը 1.5 կիլոմետրի վրա ննջարան, ասենք 7 կիլոմետրը 8 կիլոմետրի վրա ճաշասենյակ, բան սենց էլի, այդ մարդիկ թալանով դա կառուցել էին հույսով, որ վայելելու են, վայելելու են, բայց ոչ թե իրենք, այլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև դա այլևս հիմա վերջնական անշրջելիորեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, բայց այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիան դեռ նոր պիտի իր հատուցմանը հասնի, եւ ես ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ, շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիայի մախինացիան բացահայտվել է եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման եւ առաջիկայում շատ արագ մենք ինչպես հեծում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ եւ ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով, նրանք այլևս կարիք չունեն կատարելու այս պահից ես ասում եմ, նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է, ուրեմն հետևեք Հայաստանի կառավարության հրահանգներին եւ այլևս Արարատ ցեմենտը շատ շուտով դե յուրե վերադարձվելու է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եվ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, ժողովուրդ, 2018 թվականից 2026 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե 300 միլիարդ դրամով ավել փողավճար է, 300 միլիարդ, քան նախորդ 8 տարում։ Նախինում ուն են գնացել այդ փողերը, գնացել են եռագլուխ մաֆիայի գրպանը, մենք 2018, բայց ուրիշ բան եմ ասում, հիմա այս ինֆորմացիաները իմանալով ժողովուրդ, հիմա հասկանում եք ինչ հետ եմ ես գործ ունեցել 2018 թվականից, հիմա հասկանում եք, հիմա ասել չլնի, եկել են ասում ուժեղը, դուք ինչ ուժեղ, դուք պապայի բալիկներ եք, որ ձեր իրեք հետ ձերից թաթիկից բռնած, այսինքն թաթիկից չէ, մեր բարբարում մի հատ բան կա, չէ, լավ բար կա, շլինգ, էդ եմ, բա մերն անթանուր, մերը ես նկատի ունեմ, պես ենք էլի, քոնի բարբարը նկատի ունեմ, ենթադրում եմ բանում գորիսի կողմերն էլ կլնի այդ նույն բարը, սենց, ասենք ձեր շլնքից բռնած տանում են ստեղ, տանում են ընդեղ, սենց բանի նման, բուշլաթի նման, դուք ինչ ուժեղ եք, դուք ինչ ուժեղ, դուք բուշլաթի նման ձեզ շպրտում են գցում ստեղ, ձեզ շպրտում են գցում ստեղ, բայց ձեր վերջին բուշլաթի հանգրվանի հարցը որոշելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ին։